Տնտեսությունն աճում է ոչ թե ստվերում, այլ լույսի տակ, այնտեղ, որտեղ խաղի կանոնները պարզ են, մրցակցությունն արդար, իսկ վստահությունը չափելի։ Սակայն հենց այդ պայմանների ձևավորումն այսօր շարունակում է օրակարգային մնալ Հայաստանում։ Տնտեսության ֆորմալացումը մեր երկրում դեռ ամբողջությամբ չլուծված խնդիր է։ Այս թեմային էր նվիրված Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի կողմից աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ կազմակերպված համաժողովը։ Տնտեսության ֆորմալացումը միակողմանի գործընթաց չէ եւ չի կարող լինել արդյունավետ, եթե դիտարկվի միայն վարչարական տեսանկյունից։ Սա պետության եւ մասնավոր հատվածի միջև նոր որակի վստահության հաստատումն է, որտեղ կողմերը դիտարկում են իրենց պատասխանատվությունը։ Մենք իսկապես ուրախ ենք այստեղ տեսնելու թե պետական, թե մասնավոր հատվածների ներկայացուցիչների վստահությամբ, որ միությունը կամուրջ է երկու կողմերի միջև։ Վստահ եմ, այսօր կներկայացվեն իրական խնդիրներ եւ կքննարկվեն ու կուղենշվեն դրանց հնարավոր լուծումները։ Քննարկումները շարունակվեցին պանելային ձևաչափով։ Առաջին պանելի առանցքում հարկային քաղաքականությունը ու վարչարարության նոր մոտեցումներն էին։ Մենք աստիճանաբար հեռանում ենք այն մոտեցումից, որտեղ վարչարարությունը սահմանափակվում է միայն վերահսկողությամբ եւ անցնում ենք մարդակենտրոն մոդելի, ավելի կարևոր է կանխարգելումը եւ իրազեկումը։ Այդ մասով մեծ աշխատանքներ է կատարվում ու շարունակելու է կատարվել։ Այն հանդիսանում է կայուն եւ երկարաժամկետ զարգացման հիմք եւ հնարավորություն է տալիս ձևավորել կանխատեսելի եւ թափանցիկ գործարար միջավայր, ապահովել արդար մրցակցություն, խթանել ներդրումները եւ բարձրացնել տնտեսության արտադրողականությունը։ Եվ եթե տնտեսական քաղաքականության մակարդակում խոսքը վստահության մասին է, ապա սոցիալական դաշտում նույն հարցը վերածվում է արդեն մարդու իրավունքների պաշտպանության խնդրի։ Երկրորդ պանելի առանցքում զբաղվածության ֆորմալացումն էր։ Նախարարությունը ստանում է երևի օրական հարյուրավոր դիմումներ աշխատանքի իրավունքի մասին, դրանք տարբեր թեմաներով են, ոչ ֆորմալ աշխատանքի մասին դիմումները գնալով ավելի ու ավելի պակասում են։ Կարևոր է, որ աշխատողը ինքն էլ գիտակցի, որ ինքը պիտի աշխատի եւ ինքը պիտի պահանջի ֆորմալ դաշտում աշխատանք։ Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, քիչ չեն նաև դրական օրինակները։ Շատ կարևորում ենք այդ թափանցիկությունը, որովհետև մեր ոլորտի օրինակով եմ էլի ասում, մեր կազմակերպության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացման հաշվետվություն է ներկայացնում արդեն 3-րդ տարին է, դա աննախադեպ է Հայաստանի համար։ Ամփոփելով համաժողովը խոսնակներն առանձնացրին մի շարք առաջարկներ, մեկ հստակ շեշտադրումով։ Խնդիրը դնենք իրավակարգավորումների հիմքում եւ ստեղծենք այնպիսի մի միջավայր, որտեղ ոչ թե բիզնեսը արդեն չի կարող աշխատել ոչ ֆորմալ դաշտում, այլ չի կարող աշխատել ոչ ֆորմալ դաշտում։ Եվ ի վերջո, տնտեսության ֆորմալացումը միայն մեկ ոլորտի կամ մեկ գերատեսչության խնդիր չէ։ Դա համակարգային փոփոխության օրակարգ է, որտեղ հատվում են հարկային քաղաքականությունը, աշխատաշուկան, սոցիալական պաշտպանությունը եւ բիզնեսի պատասխանատվությունը։